Այսինքն մենք մեր մեծագույն առաքելությունը իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են, չէ, դա խաղաղությունը չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Ո՞րն է խաղաղությունը։ Ընդհանրապես այս հարցը շատ հետաքրքիր է։ Էդ եկեք արձանագրենք, այդ բանավեճը նորմալ է, ո՞րն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք ո՞րն է խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե ո՞րն է խաղաղությունը։ Եվ մենք սա իմանալով չենք գնում սրան նրան հարցնում ո՞րն է խաղաղությունը։ Մենք ասում ենք ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ մի տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Մեկ այս ամբողջն է խաղաղության ոչ։ Խաղաղությունն է նա, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում։ Խաղաղությունն է նա, որ Հայաստանը ապաշրջափակ գնաց կամտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում։ Այսինքն ենթադրաբար 91 թվից այս կողմ գնաց չի մտել։ Գնաց կամտել, որը բերել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարա հացի մեջ օգտագործվի։ Լսեք, այդ ցորենի մի մասը ես չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում, ես անկեղծ չեմ էլ հետաքրքրվել, բայց կարան մի րոպե այդ ցորենի մի մասը, չէ, մի րոպե, էլի կարան ցորենի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ ցորեն մի մաս թեփը դրա կարան տան խոզերին։ Այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում։ Մեկ էլ ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ ասում են խաղաղությունը մեր ժամանակ էր, բայց այդ ժամանակ էր, օրինակ գիրանցի բանն էիք, սուքն էիք գլացում, սուքը, գիրանցը արդեն թաղում էիք անում, մի հատ է սրբազանը հակել էր են բանի շորերը, են թաղման շորերը հակել էր, բանը գիրանցի թաղումն էր անում, խնկարկում էր գիրանցը։ Գիրանցում եղել է 102 տուն, հիմա կառուցվում է 55 տուն։ Գիրանցը այսօր խորհրդային միության ժամանակ կար, ասում են ցուցապակազացելնի բան կար, չէ՞։ Գիրանցը այսօր մեծ համար ցուցադրական, ընդհանրապես ով չի հասկանում, ասում են լավ չեմ պատկերացնում, բանը էլի այդ գաղափարախոսությունը, ասում եմ եկեք գնանք Գիրանց։ Ինչն է իրական Հայաստանը։ Եկեք գնանք Գիրանց։ Բա այս Գիրանցը պարտված Գիրանցն է, այն Գիրանցը հաղթած Գիրանցն է։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Որը ինչ արժի։ Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն է ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն է ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողք կողքի։ Ինչ են կարել, բայց չգիտեք, որ կովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։ Ասում եք ապրիլյան բանի 44-օրյա պատերազմի զեկույց, այդ 44-օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել։ Ինքը
ի սկզբանե էլ պետք է լիներ գաղտնի, այնտեղ դրած է, գնացեք կարդացեք։ Գնացեք կարդացեք, ինչ է գրած այնտեղ։ Այնտեղ ուզում եք ասեք, որ որևէ բան կա, լսեք, ես 2020 թվականից հետո այնքան ինֆորմացիա եմ կիսել 44 օրյա պատերազմի ժամանակ, ամենայն հարգանքով 1000 ներողություն, բայց 6 հատ այդպիսի հանձնաժողովը լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի։ Ուղղակի այդ ինֆորմացիայի բացակայության պատճառով չի կարա հավաքի ուղղակի։ Բա մի հատ դուք եք ասեք, այն ձեր բանի Հայաստան համահայկական հիմնադրամի փողերը ուտելու ձեր բանը քննիչ հանձնաժողովը ինչ եղավ։ Բա դրա զեկույցը ուր է, ինչ եղավ, խի մոռացվեց։ Հիմա էլ լսեք։ Մի րոպե էլի, պարոն Խաչատրյան, մի րոպե։ Ավելացրեք վարչապետի ժամանակը ընդհատելու համար։ Շատ լավ։ Լսեք, մի տարի է ավելի շատ, այս ամբյոնից ասում են, բա մեր բաները, մեր օկուպացված տարածքները, մեր էսը, մեր արծվաշենը, բա այս բան, ասում եմ, նախկինում ասել եմ սահմանազատման արդյունքում պետք է լուծվի, հիմա էլ ասել եմ արծվաշենն ու բաները, մեր բանի տարածքները, օկուպացիայի տակ գտնվող տարածքները պետք է մենք վերադարձնենք։ Նախորդ շրջանում ամեն անգամ ասում են, մի հատ բան, բա ինչ եղավ, դրանից հետո հիմա ասում են, ես ինչա, ոնց, ես ինչ ուրեմն տվին, ամեն ինչ տվին, լսեք, կամ մի հատ էլ եկել են արդեն, վերադարձրին, բերեցին, տարան, կործանեցին, փլուզեցին ամեն ինչ, լսեք ամեն մեկը գոնե թող խոսա այն բաներից, որից հասկանում է, էլի։